5 տարի առաջ շուտով կլինի 5 տարի ինչ ես հրաժարական եմ ներկայացրել, ինձ համար եւ մեր թիմի համար, որոնք այդ ծանր ժամանակ ստացեցին պատասխանատվություն, արդեն պարզ էր, որ մեր պատկերացումները ճգնաժամից դուրս գալու եւ իշխանությունների տարբերվում են։ Գիտեք, երկու տեսակի մարդիկ կան։ Մարդիկ, որոնք տեսնում են մինչև հորիզոնը եւ հորիզոնից այն կողմ։ Մենք հորիզոնից այն կողմ ենք տեսնում եւ ցավոք սրտի ճիշտ գտնվեցինք այն իմաստով, որ պատերազմը ռազմական դաշտում իհարկե ավարտվել էր, բայց պատերազմը տեղափոխվել էր այլ հարթություններ, հատկապես դիվանագիտական ճակատ, եւ պատերազմի հիմնական նպատակը հակառակորդի քո կամքը պարտադրելն է։ Եւ 5 տարի անց այսօր ակնհայտորեն երևում է, որ մեր հակառակորդները հասնում են իրենց նպատակին, պաշտոնական Երևանը հանգել է այն եզրակացության, որ այս տարածաշրջանը անցել է մեծ վերափոխման եւ երաշխավորը այս տարածաշրջանի դարձել են Թուրքիան եւ Ադրբեջանը եւ հետեւաբար որպեսզի Հայաստանը իրենց պատկերացմամբ գոյատևի, իրանք պետք է ընդունեն նրանց հրահանգները եւ հնազանդվեն նրանց պահանջներին եւ սա իհարկե գեղեցիկ փաթեթավորվում է։ Սա միայն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարթությունում չէ, ընդհանրապես սառը պատերազմի ավարտից հետո նախկին համաշխարհային ստատուս կվոն փոխվել էր, բայց վերջնական փլուզման չէր ենթարկվել եւ այս ստատուս կվոյի փոփոխությունը համաշխարհային իմաստով կամաց մոտենում էր մեր սահմանները եւ այսօր բոլոր նրանք, ովքեր գովաբանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես ասած պատմական խաղաղության փաստը, իրականում հետապնդում են իրենց ռազմավարական շահերը, որոնք ակնհայտ են եւ իրենք շատ լավ հասկանում են, որ այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման եւ խաղաղության մասին չէ խոսքը, այլ իրենց ռազմավարական շահերի իրականացման լավ հնարավորությունը։